Ձեր ասածը, որ Նիկոլ Փաշինյանը ասում է 86,600 քառակուսի կիլոմետր ճանաչում եմ Ադրբեջանի, ոչ մի բան իրենից չէր ներկայացնում այդ հայտարարությունը ձեր։ Լսում եք դուք ինչ էի ասում։ Ես ձեզ ասում եմ ձեր հարցի համատեքստը հետևյալն է։ Ձեր հարցի համատեքստը ասում է, որ քանի որ ընդ որում ձեր հարցի համատեքստը չի միայն, էլի, մեր անդիմադիր խմբակների եւ նաեւ դրսից նրանց ինչ ասեմ ձայնակցողների հետեւյալ թեզն եք դուք կրկնում, որ Փաշինյանը Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս Պրահայում, հետեւաբար տեղի ունեցավ էթնիկ զտումը։ Այն փաստը, որ ռուս խաղաղապահ զորակազմը այնտեղ էր եւ ոչինչ չարեց չնայած պիտի աներ, ոչ մեկի չի հետաքրում։ Այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղի իշխանություններին հորդորեցին, օրինակ, չգնալ Սոֆիա կամ Բրատիսլավա եւ գնալ Եվլախ, դա ոչ մեկին չի հետաքրվում։ Ներողություն։ Այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղի էլիտան մեզ ասում էր դավաճաններ, այսինչ եք անում, բայց ի վերջո իրենց ներկայացուցիչը ստորագրեց Լեռնային Ղարաբաղի լուծարումը, դա ոչ մեկի չի հետաքրքրում։ Ես 10 օրվա իշխանություն չեմ մեղադրում, դրա համար ասում եմ Լեռնային Ղարաբաղի քաղաքական էլիտան։ Դուք որ ասում եք չգնացին Եվրոպայում բանակցել, դուք ինչ էիք անում, որ Արցախի իշխանությունները կարողանային հաղթահարել Մոսկվայից եկող ճնշումները եւ կարողանային գնալ Եվրոպայում բանակցելու, որովհետեւ այդ շրջանում մեծ ճնշում է եղել։ Բայց այդ պնդումը որտեղից է կանում։ Ես ոչ հաստատում եմ, ոչ հերքում եմ, բայց եթե Արցախի գործիչներն են հայտարարում, խնդրում իրենց հարցրեք, թող հրապարակայինորեն հայտարարեն, իմանանք այդ ինչ ճշմարիտ է։ Ասում են, Արցախի հանրային քաղաքական գործիչները, ովքեր կաշկանդված չեն խոսելու, դեռ խնդրում եմ այդ թվում Լեռնային Ղարաբաղի հենց այն պաշտոնյաներից հրապարակային հարցրեք, որոնք այդ պահին պաշտոնյա են։ Խնդրում եմ հարցրեք, ինձ էլ հետաքրքիր հրապարակայինորեն ինչ կասեն։